Թվեր, փաստեր եւ ֆինանսներ ամփոփում ենք շաբաթը Banks News-ի հետ։ Տեղաշարժ անշարժ գույքի շուկայում վիճակագրական կոմիտեի տվյալներով 2025-ին անշարժ գույքի գործարքները նվազել են 1.61%-ով։ 2025-ին իրականացվել է մոտ 244 հազար գործարք, որից մոտ 74 հազարը մայրաքաղաքում։ Իդեպ օտարերկրյա քաղաքացիները մեր երկրում 2025-ին գնել են մոտ 2000 անշարժ գույք, մոտ 27%-ով ավելի, քան 2024 թվականին։ 2025-ին Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է մոտ 3 միլիոն 666 հազար դրամ կամ 9474 դոլար։ Այս մասին է հայտարարել էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն իր ֆեյսբուքյան էջում։ 2024-ի համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.18%-ով։ Փոխարենը նվազել է Հայաստանի ինքնաբավությունը ցորենի մասով։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով 2022-ից 23 թվականների համեմատ 2024-ին Հայաստանը սեփական ցորենի պահանջարկը բավարարել է ընդամենը 22.8%-ով։ Մայիսի 1-ից Երևանի համայնքային մանկապարտեզների աշխատողների աշխատավարձերը կբարձրանան 15-ից 20%-ով։ Եվ վերջում չնահանջող գնաճի մասին Հայաստանում 2026-ի փետրվարին 2025-ի փետրվարի համեմատ գրանցվել է 4.3% գնաճ։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով 2026-ի փետրվարին 2025-ի փետրվարի համեմատ պարենային ապրանքների եւ ոչ ալկոհոլային խմիչքների գներն աճել են 6.5%-ով։